Սիրելի հայրենակիցներ, ամեն անգամ թվում է, թե իր հակապետական հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հասել է հատակին եւ այլևս ներքև իջնելու տեղ չկա, ու եւս մեկ ասուլիս, եւս մեկ հայտարարություն, ու Նիկոլ Փաշինյանը բոլորիս ապացուցում է, որ հակապետականության հարցում իր պոտենցիալը անսպառ է։ Ահա երեք ասուլիսեր էլի Նիկոլ Փաշինյանը կեղծ խոսույթ գեներացրեց առաջիկա նախընտրական արշավի համատեքստում, իրեն դիրքավորելով որպես խաղաղության կուսակցություն, իսկ բովանդակ ընդդիմությանը ներկայացնելով որպես պատերազմի կուսակցություն։ Մի կողմ թողնենք, որ այս խոսույթը արհեստական է, շինծու է, վտանգավոր է։ Առիթներ ունեցել եմ ասելու եւ հիմա եւս մեկ անգամ կրկնեմ, որ պատերազմի հերձիքը չի կարող մարմնավորել խաղաղության կուսակցությունը։ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ընտրվել է երկրի ղեկավար եւ յուրաքանչյուր ընտրությանը հաջորդել են ազգակործան պատերազմներ, ազգային նվաստացում, կորուստներ եւ այլն եւ այլն։ Այս մարդը ինքը իր փիլիսոփայությամբ, իր արժեհամակարգով անկայունություն, պատերազմ, տուրբուլենտություն բերող է։ Եվ հետևաբար առաջիկա ընտրական գործընթացում նրա առաջ քաշած այս դիլեման ինքնին արհեստական է։ Սակայն երեկ Նիկոլ Փաշինյանը գերազանցել է ինքն իրեն եւ կառավարության նիստին հաջորդող բրիֆինգում հանդես է եկել մի հայտարարությամբ, որը ես ուզում եմ մեջ բերել ամբողջովին։ Ակնկալում ենք, որ այս ընտրությունների արդյունքում ունենանք սահմանադրական մեծամասնություն, որովհետև սահմանադրական մեծամասնությունն է, որ կերաշխավորի, որ այն պրոցեսները, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության համատեքստում, մենք կդարձնենք լիարժեքորեն անշրջելի։ Ինչ վերաբերվում է պատերազմի կուսակցությանը, դա հիմա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները եւ այդ շրջանակները ըստ էության ինչ են ասում, առաջինը ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, եւ երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա ես շատ ուղիղ առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։ Բոլոր այդ ուժերը այսօր հստակ, իմիջիայլոց ասեմ, նրանցից ոմանք ըստ ամենայնի չեն էլ հասկանում ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որոնք իրենք արտասանում են, առնվազն մի մասը, ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղեր են գրված եւ նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են, առավել եւս իրենց ասածը, խոսացածը չհասկացող ուժերը եւ քաղաքական գործիչները իհարկե չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ Ես իմիջիայլոց ասեմ, առաջիկայում ես այդ թեմային վերաբերող առանձին Facebook-յան եթեր եմ պլանավորում եւ ես դրան ավելի մանրամասն կանդրադառնամ։ Իմ ասելուց հետո ավելի է ահագնացել, որովհետեւ այդ բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտա, հստակ մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Նախ, այնինչ այս նախադասություններով բնութագրում է Նիկոլ Փաշինյանը, տիպիկ է հենց իր համար։ Այսինքն նա ակնարկում է, որ այս ընտրական գործընթացում
կան ուժեր ընդդիմադիր կամ ամբողջ ընդդիմությանն է վերագրում այդ մեղադրանքը, որ իշխանության գալու դեպքում իրենց զրոյական կետից են բանակցելու։ Եվս մեկ անգամ կրկնեմ մեր հայրենակիցների, իմ հետևորդների համար։ Ընդդիմադիր սեգմենտում չկան ուժեր, որոնք հրապարակավ հայտարարել են, որ իշխանության գալու պարագայում բանակցելու են զրոյական կետից։ Այլ խոսքով, իշխանության որևէ հավակնորդի ծրագրերում չեք հանդիպի մի դրույթի, որը ենթադրի, որ եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, Հայաստանը հրաժարվելու է իր միջազգային պարտավորություններից։ Այո, մենք բոլորս որոշակի վերապահումներ ունեցել ենք թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, թե թրիփի վերաբերյալ, բայց ոչ թե դրանք չեղարկելու կամ զրոյական կետից բանակցությունները սկսելու կոչեր ենք արել, այլ մշտապես հայտարարել ենք, որ այդ փաստաթղթերում կան դրույթներ, կան ձևակերպումներ, որոնք օգտագործելու դեպքում Հայաստանի որևէ պատասխանատու իշխանություն կարող է բանակցային գործընթացում ուժեղացնել Հայաստանի դիրքերը։ Սա ամենևին էլ խաղաղության նկատմամբ ռևիզիայի մարտավարություն չէ, ընդհակառակը, մենք խոսել ենք Հայաստանի բանակցային դիրքերի ուժեղացման անհրաժեշտության մասին։ Սա առաջին մասով, այսինքն զուտ տեխնոլոգիական առումով նույնիսկ Նիկոլ Փաշինյանը իրականությունը կեղծում է, բայց ավելի կարևոր բան կա, որը փաստորեն Նիկոլ Փաշինյանի մոտ դարձել է մարտավարական գիծ։ Ուրեմն մի կողմ թողնենք այն, որ, ինչպես ասեցի, Նիկոլ Փաշինյանը այս նախադասություններով ամփոփում է հենց իր կերպարը։ Այդ նա էր, որ 2018-ին եկավ, բանակցային գործընթացը զրոյացրեց, ամեն ինչը սկսեց զրոյական կետից եւ երկիրը կանգնեցրեց մահաբեր պատերազմի առաջ։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ բոլոր իր ընդդիմախոսները իրպես հակապետական մտածողություն, արկածախնդրություն եւ կներեք շատ ակնհայտ դիլետանտիզմ ունեն, այս ամենը հեռու է իրականությունից, որտեղ բարեբախտաբար մեր քաղաքական համակարգում սթափ մտածողությունը, հավասարակշիռ մոտեցումները ամենևին էլ դեֆիցիտ չեն։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ավելի վտանգավոր ակնարկ է անում։ Նա ըստ էության ուղղակիորեն մեսիջ է հասցեագրում Ալիևին այս ընտրական գործընթացում եւ առհասարակ իր գլխավոր հովանավորին, որ եթե Հայաստանում տեղի ունենա ներքաղաքական ստատուս քվոյի փոփոխություն, այլ խոսքով իշխանափոխություն, ապա Ալիևը դա կարող է համարել որպես ռևանշիզմի հաղթանակ։ Տեսնում եք, ինչ վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը։ Նա ակնարկում է, որ եթե Հայաստանում հաղթի ընդդիմությունը, ընդդիմությանն էլ որակում է որպես պատերազմի կուսակցություն, ապա Ալիևը հարձակվելու է Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանի այս խոտոր մտածողությունը նորություն չէ։ 2018-ի հեղափոխական օրերին նա ասում էր կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Հիմա նա ասում է, որ կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Ալիևը կհարձակվի Հայաստանի վրա։ Եթե մենք տուրք տանք վարկածների ենթադրությունների, կարող ենք ենթադրել, որ Ալիևն ու Փաշինյանը հենց այդպիսի պայմանավորվածություն էլ ունեն, որ եթե Հայաստանում փոխվի իշխանություն, ապա դա ազդակ կարող է լինել, որպեսզի Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների։ Համենայն դեպս Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը Ալիևին հասցեագրված պարզ մեսիջ է։
Սա բացարձակապես անհիմն եւ կեղծ հակապետական պնդում է, որ արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, միանգամայն տեղին եւ ճիշտ է այլ պնդումը. եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի վարչապետի պաշտոնում, Հայաստանի Հանրապետություն չի լինելու, որովհետեւ նա շարունակելու է կատարել Ալիևի բոլոր նվաստացուցիչ նախապայմանները, փոխել Հայաստանի սահմանադրությունը, ապա լեգիտիմացնել Երրորդ Հանրապետությունը, ճանապարհ բացել 300,000 ադրբեջանցու Հայաստան տեղափոխվելու ծրագրի առաջ, անկլավները վերադարձնելու է Ադրբեջանին, մի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթում է, Հայաստանի Հանրապետության փոխարեն ունենում ենք ադրբեջանական ենթապետություն։ Վստահաբար կարող ենք պնդել, եթե հաղթում է Հայաստանի Հանրապետությունը, կներեք, եթե հաղթում է ընդդիմությունը, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գործել եւ ինչքան էլ շանտաժով Փաշինյանը փորձի վախեցնել մեր հասարակությանը, ոչ մի պատերազմ էլ չի լինելու։ Պատերազմը Նիկոլ Փաշինյանի հոմանիշն է եւ նրա իշխանությունից հեռացնելուց հետո, իշխանությունից Փաշինյանի հեռացվելուց հետո, Փաշինյանի այս քաղաքականության դադարեցումից հետո պատերազմի ռիսկերը անգամներով նվազելու են։ Եթե Հայաստանում ձևավորվի սոլիդ ազգային եւ պետական օրակարգով առաջնորդվող իշխանություն, ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ ոչ միայն պատերազմի ռիսկերը չափազանց փոքր կլինեն, այլ բանակցային գործընթացում էականորեն կուժեղանան Հայաստանի դիրքերը։ Իհարկե սա չի նշանակում, որ մենք կարող ենք սրբագրել 44-օրյա պատերազմի պարտության հետևանքները եւ հաղթողի դիրքերից բանակցել։ Ամենևին ոչ, բայց սա առնվազն նշանակում է, որ Հայաստանի նոր իշխանությունը կարող է կառավարել ռիսկերը եւ առնվազն երաշխավորել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սիրելի հայրենակիցներ, հոմանիշ են Փաշինյան եւ պատերազմ բառերը։ Հետևաբար, եթե հունիսի 7-ին դուք մերժեք Փաշինյանին եւ նրա իշխանությունը, անգամներով պակասեցնում եք նոր պատերազմի վերսկսման հավանականությունը։